Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունք են տվել, քանի որ դրանք ընթանում էին երկկողմ հիմքի վրա, առանց արտաքին միջամտության։ Այս մասին ՄԱԿ-ում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ Ադրբեջանը ներկայացրել է միջազգային իրավունքի վրա հիմնված 5 սկզբունքներ եւ խաղաղության պայմանագրի նախագիծ։ Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է նոր էջ բացել Հայաստանի հետ հարաբերություններում, հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Չնայած տարբեր սադրանքներին, բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա, առանց արտաքին որևէ միջամտության։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացել, հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է խստացնել պատիժները զինվորներին վարժական հավաքներից խուսափելու համար։ Նախագծով կփոխվեն Հայաստանի քրեական օրենսգրքում եւ ռազմական ոստիկանության մասին օրենքներում որոշ դրույթներ։ Սարգսյանը նշել է, որ այս փոփոխություններով սահմանվում են ավելի հստակ կանոններ հավաքներից խուսափելու համար եւ խստացվում է պատիժը։ Բացի այդ, առաջարկվում է նաեւ ընդլայնել ռազմական ոստիկանության իրավասությունները, նրանց հնարավորություն տալով ընդունել ձերբակալված զինծառայողներին եւ ուղեկցել նրանց քննչական գործողությունների։ Փոխնախարարը նշել է, որ նախագծի վերջին փոփոխությունները եղել են կառավարության կողմից շտկելով տեխնիկական վրիպակներ։ Եթե դու մարդուն չես հասնում սոցիալական որևէ գովազդի միջոցով, բացատրական աշխատանքի միջոցով, դու չես հասցնում դա միայն ուժի կիրառումով, դա արդյունավետ չի լինելու։ Մյուս կարևոր հարցը թե այդ 25-օրյա հավաքը որ կազմակերպվում է, արդյոք դա նպատակին է ծառայում։ Մարտական դիրքերում մեր անձնակազմի քանակի խնդիրն դա է ապահովում, թե մենք ցանկանում ենք, որ մարդիկ իրենց պրոֆեսիոնալիզմը բարձրացնեն։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ազգային ժողովում կայացած իմպիչմենթի թեմայով լսումների ընթացքում ընդգծել է ընդդիմության միասնության կարևորությունը։ Նա նշել է, որ ընդդիմադիր ուժերը համատեղ աշխատելու պլատֆորմ ունեն, որն ուղղված է իշխանությանն ընդդիմանալու եւ քաղաքական օրակարգը ձևավորելու անհրաժեշտությանը։ Աբրահամյանը շեշտել է, որ իշխանության երկարատև մնալը մեծ վտանգներ է երկրի համար։ Վերջում նա կոչ է արել ընդդիմադիր ուժերին կողմնորոշվել ընդհանուր շահերի վրա։ Գյուրջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մերձավանում տեղի ունեցած սպանության ֆոնին Հրաչյա Ղազարյանն ազատվել է քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Այդ մասին հրաման է ստորագրել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Պողոսյանի հրամանագրում նշված է, որ Ղազարյանն ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա։ Պաշտոնից ազատվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։ Բորիս Ավագյանի մարմինը, որը հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում, կուղարկեն դատաբժշկական փորձաքննության, այս մասին հայտնել են իրավապահ մարմինները։ Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը բացառել էր Բորիս Ավագյանի սպանության վարկածը։ Դեպքից առաջ հիշեցնենք նրան բերել էին դատարան խափանման միջոց ընտրելու համար։ Դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Ավագյանը մեղադրյալ էր մաքսային վճարներից խուսափելու գործով։ Մերձավանի սպանության դեպքով կա ձերբակալված անձ, կատարվում է խուզարկություն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը։ Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ եւ փետրվարյան դեպքերի շարունակությունն է։ Ավելի վաղ տելեգրամյան ալիքները տեսանյութ էին հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են իրավապահները խուզարկում Վոլոդիա Գրիգորյանի սպանության գործով գլխավոր կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը եւ նրան ուղեկցում։ Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրները ազգային ժողովի դահլիճ են եկել քննարկելու կառավարությանը, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը։ Լսումներին մասնակցելու 300 հայտ կար, դահլիճում 160-ն են ներկա։ Հանդիպման նախաձեռնողներից պատիվ ունեմ խմբակցության ղեկավարի ձևակերպմամբ, որ քննարկումը տեղի չունենա։ Իշխանությունները հնարավոր ամեն կերպ փորձել են խոչընդոտներ ստեղծել, այդ թվում մյուսների մասնակցությունը թույլ չտալով։ Չեն ընկրկել ակտիվ քննարկումն այստեղ կլինի, մյուսները հնարավորություն ունեն հենց ազգային ժողովի գլխավոր դարպասների առջև հետևելու ընթացքին։ Կարծում եմ, որ առաջին հերթին հենց մենք ընդդիմադիրներս ակնկալելով
լայն հասարակական կոնսոլիդացիա պիտի օրինակ ցույց տանք մեր համախմբվելու եւ մեկ գաղափարի շուրջ ուժերի ներածի չափով ու մի քիչ ավել պայքարելով։ Խորհրդարանում 6 падգամավոր ունեցող ընդդիմադիր խմբակցությունը շրջանառում է ազգային ժողովի հայտարարության նախագիծ, իմպիչմենթի գործընթացի ստարտն է, առանձնացրել են իրենց բնորոշմամբ իշխանության բոլոր ձախողումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայից մինչև տնտեսական, սոցիալական քաղաքականության տապալում, Արցախի կորստից մինչև միջազգային հարթակներում մեր երկրի հեղինակազրկում, պատիվ ու նեմը առաջարկում է ազգային միասնության անցումային կառավարություն ստեղծել։ Գերակայությունները պետք է լինեն։ Կայունացնել ազգային անվտանգության իրավիճակը, վերականգնել օրենքի գերակայությունը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալները եւ երաշխավորել ժողովրդավարական ազատությունները, վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը, կազմակերպել ազատ եւ արդար մրցակցային խորհրդանական ընտրություններ։ Նախորդ անգամ, երբ պատիվ ունեմը նախաձեռնել էր իմպիչմենթի գործընթաց, պարզ չէր խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցությունը միանում է դրան, թե ոչ։ Կասկածները չփարատեցին նույնիսկ ստորագրությունների մասին վկայող այս լուսանկարները։ Հիմա քաղաքական ամենաբարձր ամբիոնից դաշնակցական իշխան Սաղաթելյանը պաշտոնապես հայտարարում է եւ նախկինում եւ հիմա միանում են գործընթացին, կիսելով քաղաքական գործընկերների տեսակետները։ Հայտնի փաստաթուղթը անձամբ է փոխանցում Մամիջանյանին, ասում է, պետք լինի իրենց ձևաթղթի տակ էլ նույն ինքնագրերը կթողնեն։ Ինչու մինչև հիմա մենք չենք եկել խորհրդարան եւ այս հարցը չի մտել օրակարգ խորհրդարանի։ Բացառապես մի պատճառով, որ մենք չենք ունեցել բավարար ստորագրություններ խորհրդարան մտնելու եւ հաջողություն հասնելու համար։ Այս խնդիրն այսօր էլ լուծված չէ, խորհրդարանի ընդդիմադիրները դարձյալ չունեն անհրաժեշտ 54 ձայնը, իշխանականների հետ են բանակցելու, գործընթացին պետք կգա նաև փողոցային ճնշումը։ Մինչև այդ քաղաքացիական պայմանագրից հեռացած այսօր անկախ падգամավորի կարգավիճակով Հովիկ Աղազարյանը մոտենում է գլխավոր ամբիոնին, թեպետ մտահոգություններ ունի, սակայն հայտարարում է, գործընթացին միանում է։ Այդ ո՞նց եղավ, որ Միքայել Սրբազյանի դեպքում համախմբվեց երկու խորհրդարանական խմբակցությունները եւ մենք էլ պատրաստակամություն հայտնեցինք եւ ստացվեց միգուցե այդպիսի մի տարբերակ գտնենք։ Էլ Միքայել Սրբազյան չկա ամենախորին հարգանքով իր նկատմամբ։ Բայց քննարկենք մի հատ ինչը։ Գտնենք այն տեխնոլոգիան եւ այն ճանապարհը, որը հնարավորություն կտա 6 ամսով Հայաստանում ստեղծել այսպես կոչված ժամանակավոր հավասարակշռված կառավարություն։ Այս նույն ընթացքում խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրուցում է ազգային ժողովի նախագահը։ Այն ինչ դալիճում խոսում են, իրենք նույնիսկ քննարկման չեն առնում։ Մենք որևիցե ինչ ասեմ, քննարկում նույնիսկ չենք ունենում այս լսումների հետ կապված։ Լսումներ անեն, ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, որը որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ ստեղ կրկնի։ Արտախորհրդարանական ընդդիմությունից էլի դեպ ազգային կոնգրեսը հայտարարեց, թե նախկին նախագահներ Քոչարյանին եւ Սարգսյանին չեն միանալու, այսպես թե այնպես, բայց Փաշինյանն էլ պետք է հեռանա։ Իմպիչմենթի օրակարգին աջակցում են։ Երևանը դեռ չի կողմնորոշվել, որ կազմակերպությանը կամ երկրին պատվիրակի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը։ Հայկական հայեկի կառուցման վերջնաժամկետը սարերի հետևում չէ։ 2036 թվականին մեր երկիրն արդեն նոր կառուցված ատոմակայան պետք է ունենա։ Մինչև այդ աշխատանքներ են տարվում երկարացնելու գործող ատոմակայանի կյանքը։ Այդ աշխատանքներում ներգրաված է ռուսական կողմը։ Ռոսատոմի գլխավոր տնօրենն է Նիկոլ Փաշինյանին հիշեցնում, որ Ռուսաստանի կառուցած հայեկի գործող էներգաբլոկը աշխարհում միակն է, որը կարող է դիմակայել 9 մագնիտուդով երկրաշարժին։ Այն ըստ Լիխաչովի դիմացավ նաև Սպիտակի ուժգին երկրաշարժին եւ հետագայում վերագործարկվեց։ Проект совместно, конечно же, с Росатомом. Ռոսատոմի աջակցությամբ Երևանը ներկայումս իրականացնում է կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիր։ Մենք ասում ենք, կայանը ձերն է, բայց հպարտությունը մերն է։ Մենք հետևում ենք, թե ինչպես եք դուք ընտրում նոր լուծում եւ ինչպես եք դիտարկում ատոմային էներգիայի հաջորդ քայլը։ Մենք հասկանում ենք, թե որքան կարեւոր է այս քայլը, քանի որ դուք եք որոշում երկրի քաղաքականությունը, առնվազն հաջորդ 100 տարիների համար։ Потому что вы определяете политику страны как минимум на 100 ближайшие лет.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում ևս ընդգծեց, որ Ռոսատոմն այժմ աշխատում է հայկական ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Հայաստանում երկար ժամանակ է գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք, ֆորումի ընթացքում այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է։ Выдает атомная электростанция. Вы правильно заметили, что мы... Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ եւ աշխատում ենք ԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու նպատակով։ Մենք այժմ աշխատում ենք եւ փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ եւ իհարկե այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Вариантов и конечно же, в этом вопросе тоже у нас очень активный диалог с Российской Федерацией. Էներգետիկ ոլորտի մասնագետներն այնուամենայնիվ հորդորում են, որքան հնարավոր է շուտ կառուցել նոր ատոմակայանը Հայաստանում, չնայած որ այստեղ էլ քաղաքական շահերը ավելի են դանդաղեցնում ատոմային կայանի կառուցումը։ Նախապատվությունը տալ փոքր մոդուլային թե մեծ հզորություն ունեցող ատոմակայանի կառուցմանը։ Այս խոշոր էներգետիկ ծրագրի կյանքի կոչման համար էլ Արևմուտք Ռուսաստան մրցակցությունն է, որ ուղղությունն է ավելի արդյունավետ, որակյալ եւ երկարաժամկետ։ Փորձագետները իրենց վերլուծություններն են ներկայացնում։ Փոքր մոդուլային ասելով մենք որևիցե երկիր նկատի չունենք, բայց փաստում ենք հետեւյալը։ Այսօր 2025 թվականի սեպտեմբերին երկիր մոլորակի վրա փոքր մոդուլային կայաններ, ատոմային կայաններ էներգետիկայի նպատակով աշխատում են միայն Ռուսաստանում եւ միայն Չինաստանում։ Միացյալ Նահանգներում գոյություն չունի այդպիսի մոդուլային կայաններ աշխատում։ Միացյալ Նահանգներում նույնիսկ գոյություն չունի այդպիսի կայանի լիցենզավորված նախագիծ։ Ռուսական կողմը Հայաստանում ատոմակայան կառուցելու առաջարկների մեծ փաթեթ է ներկայացնում եւ Հայաստանը պետք է ընտրություն կատարի, թե այդ փաթեթից որն է ընդունելի իր համար։ Էներգետիկ փորձագետը հայտնում է, որ հայկական կողմը շարունակում է բնականոն աշխատանքներ տանել Ռոսատոմի հետ, աշխատող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Իրանի դեսպան Սոփանին հայտարարել է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում սկզբնական շրջանում եղել են անհասկանալի կետեր, սակայն երկկողմ հանդիպումների արդյունքում դրանք հիմնականում հարթվել են։ Նա ընդգծել է, որ Թեհրանը միշտ աջակցել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը եւ այժմ ողջունում է այն։ Դեսպանը մանրամասնել է, որ համաձայնագրում հստակ ամրագրված են 5 հիմնական սկզբունք՝ ազգային ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, փոխադարձության սկզբունք, իրավազորություն եւ սահմանների անխախտելիություն։ Սակայն Սոփանին նշել է, որ դեռ կան հարցեր, որոնց շուրջ քննարկումներ չեն իրականացվել։ Հունվարի 27-ը կսահմանվի հիշատակի եւ խոնարհումի օր։ Ռուբեն Ռուբինյանը Facebook-յան էջում հայտնել է, որ մոտորերս արժապատգամավոր Գեգամ Նազարյանի հետ կներկայացնի նախագիծը։ Այդ օրը նվիրված կլինի բոլոր ժամանակների ռազմական գործողությունների զոհերի հիշատակին եւ հայրենիքի համար ընկածների հարգանքի ցուցաբերմանը։ Իսկ հունվարի 28-ին, ինչպես միշտ, կնշվի բանակի օրը որպես շարունակվող կյանքի եւ կամքի խորհրդանիշ։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի կանխատեսումների համաձայն 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը կկազմի 5%։ Ընդհանուր առմամբ ըստ կառույցի Արևելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների հնարան այս տարի կաճի 3%-ով։ Հայաստանը եւս 150 միլիոն եվրոյի բյուջետային վարկ է վերցնում զարգացման ֆրանսիական գործակալությունից մարման ժամկետը 20 տարի է։ Այս բյուջետային ֆինանսավորումը ունի երկու հիմնական նպատակ՝ ամրապնդել տնտեսական եւ ֆինանսական կառավարումը, մասնավորապես բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը, բարելավել ցածր ածխածնային եւ դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը եւ ֆինանսավորումը։ Կառավարությունն ազգային ժողովին կներկայացնի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը։ Սույն ծրագրի շրջանակներում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահության բյուջեն կրկնապատկվել է, իրականացվել են բարեփոխումներ, որոնք արդեն արդյունքներ են տալիս։ Նա ընդգծել է, որ խնդիրը քաղաքացիներին հասանելի առողջապահություն տրամադրելն է, որպեսզի նրանք չմնան մենակ ախտորոշման պահին։ Ավանեսյանը հաստատել է, որ պետության սոցիալական քաղաքականությունն ուղղված է համապարփակ ապահովագրության ու որակյալ առողջապահության ապահովմանը։ Կառավարությունն առաջարկում է հետաձգել ցամաքային անցակետերում բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի եւ պետտուրքի վճարումները։ Նախագծերի ընդունումը պայմանավորված է պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցման եւ որոշակի դեպքերում ճանապարհային հարկի վճարումից ազատման արտոնություն սահմանելու անհրաժեշտությամբ։ Հայաստանում կներդրվի հյուրանոցային ծառայությունների միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման համակարգ։ Որոշման նպատակն է ապահովել հյուրանոցային ծառայությունների միջազգային չափանիշներին համապատասխան որակի ապահովումը եւ որակավորման կարգերին համապատասխանումը։ Այն հնարավորություն է նաեւ այն զբոսաշրջիկների համար, ովքեր ավելի բարձրորակ ծառայություններ են նախընտրում Հայաստանում, ստանալու համապատասխան սպասարկումը։ Բարձրակարգ հյուրանոցները նպաստում են նաեւ միջազգային ու ներքին շուկայում Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը։ Սեպտեմբերի 26-ին Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Մերսեդեսն ու մարդատար գազելը, վերջինը կողաշրջվել է մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։ 11 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի բարեկները։ Ըստ տեղեկությունների Մերսեդեսի վարորդը ծառայում է ՆԳՆ ոստիկանության զորքերում։ Դեպքի մասին բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Սեպտեմբերի 25-ին Խորենացի փողոցում բախվել են Մուստանգը, BMW-ն, Opel-ը եւ Ford Transit-ը։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Նախնական տեղեկություններով վթարի մեղավորը եղել է Մուստանգը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Սեպտեմբերի 25-ին Մանթաշյան եւ Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Կարենի Լադա Պրիորան եւ 33-ամյա Սերոփի Մերսեդեսը, վերջինը այնուհետև բախվել է լուսացույցին ու տապալել այն։ Վարորդներից Կարենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Սեպտեմբերի 25-ին Կիան Եղվարդի խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ոռոգման ջրի փականն, առաջ ընթացել, կոտրել ծառն ու հայտնվել գազոնում։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրան մեքենայում օգնություն է ցուցաբերվել։ Ոռոգման ջրի այդ խողովակը վնասվել է, հետևում եք ջուրը դուրս է գալիս։ Եվ սեպտեմբերի 25-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։ Օպերատիվորեն ժամանել են Կոտայքի մարզային եւ Երևանի շրջփրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Շրջփրկարարները նախ կանխել են բռնկված հրդեհի տարածումը, հետո մարել այն։ Նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվել են արկղեր ու տարաներ։ Մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քյոսայանը, հայտնել է նրա կինը Մարգարիտա Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ Տիգրան Քյոսայանը մոտ 9 ամիս անցկացրել է կոմայի մեջ։ Ռեժիսորը սրտի հետ կապված խնդիրներ ուներ, այս ընթացքում նա երբեք գիտակցության չի եկել։